Arthur Hovanesyan. Շնորհակալ եմ։ Վստահ եմ հանձնաժողովում քննարկվել է այս հարցը, բայց մեր ժողովրդի համար նաև այս ամբիոնից կարևոր է որ հնչեցնենք։ Ես կարծիքներ եմ լսել մեր քաղաքացիներից, որ պետք է տարբերակում դնենք, թե ինչի համար են զրկվել վարորդական իրավունքից, որովհետև զրկվել էլ կա իրականում, եւ հատկապես անդրադառնում են ոչ սթափ վիճակում, ոչ սթափ վիճակի պատճառով վարորդական իրավունքից զրկվելու հանգամանքներին։ Մենք որևէ տարբերակում չենք դնում, ես որքան հասկացա, դուք ինչ դիտարկում ունեք այս տարբերակման վերաբերյալ։ Շնորհակալություն կարևոր հարցադրման համար, պարոն Հովհաննիսյան, այո, նմանատիպ քննարկում կա եւ ես ինքս էլ կողմ եմ շատ ավելի թիրախային լուծումների, բայց երբ որ մենք պրակտիկորեն ցանկացել ենք հասկանալ, թե ինչպիսի լրացուցիչ, այսպես ասեմ, շրջանակներ կարող ենք նախատեսել օրենքի անցումային ժամանակահատվածի համար, տեսել ենք, որ բավական բարդանում են ընթացակարգերը եւ չեն կարողանում գտնել այնպիսի ընդհանրական մեխանիզմ, որը որ հեշտությամբ կկարողանան կիրառել պրակտիկորեն եւ մեր քաղաքացիների համար էլ պարզ կլինի, թե պետությունը ինչու է ընտրել այս կամ այն մոդելը եւ գնացել ենք ավելի ընդհանուր ռեժիմի ճանապարհով, հիմնական մոդելի փոփոխություն ենք նախատեսել օրենսդրության մեջ, ընդ որում ըստ էության առաջին անգամ զրկված անձանց նմանատիպ հնարավորություն տարբեր պետությունների փորձով տրամադրվում է, իսկ եթե արդեն գործ ունենք երկրորդ անգամ զրկված անձանց հետ, բնականաբար տեսնում եք արդեն իմ զեկուցումից նաեւ, որ ավելի խիստ մոտեցմամբ ենք հանդես գալիս, սա է ուղղակի պատճառը, որ գնացել ենք ընդհանուր ռեժիմի հետևից, բայց նորից եմ ուզում շեշտել, եթե օրինակ դատանի կողմից կա ակտով վարորդական իրավունքից զրկման դեպք, այսինքն շատ ավելի լուրջ դեպքերի համար է տեղի ունեցել զրկման իրավիճակը դատական ակտով, այս նախագիծը այդ իրավիճակներին չի վերաբերում։ Այստեղ փորձել ենք հնարավորինս համաչափությունը պահել։ Դե ես կարծում եմ հետագայում արդեն օրենքի կիրառումից հետո կարող ենք վիճակագրություններ նայել, եթե հիմա ունենք օրինակ վիճակագրություն, ինչ վիճակագրություն կա ոչ սթափ վիճակում զրկված վարորդների մասով, նրանք գերակշռում են, թե այլ պատճառներով են հիմնականում զրկվել վարորդները։ Այս հարցին եթե ունեք հիմա ձեռքի տակ վիճակագրություն կխնդրեմ պատասխանեք եւ ես կարծում եմ որ հետագայում էլ արդեն կիրառման ժամանակ որ տեսնենք որ ուրեմն շարունակվում են մեծ լինել չափերը ոչ սթափ վիճակում վարորդական իրավունքից զրկվելու պատճառները, ես կարծում եմ որ մենք պետքա վերադառնանք եւ որոշակի ֆիլտր դնենք եւ ասենք որ եթե օրինակ բալերը սպառվել են սիրելի քաղաքացի, օքեյ, մի տարի հետո արի առանց քննության վերականգնվի, եթե ուրեմն ոչ սթափ վիճակում ես դու զրկվել վարորդական իրավունքից, ապա այս դեպքում ես կարծում եմ մենք մի քիչ ավելի խիստ պետքա ֆիլտրերը դնենք, շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, միանշանակ մենք մոնիտորինգը շարունակելու ենք օրենքի ուժի մեջ մտնելու պայմաններում եւ կհասկանանք, եթե կա ինչ-որ չարաշահումներ որպես այդպեսին, կփորձենք վերադառնալ եւ հասկանալ ինչպիսի համաչափ արձագանք կարող ենք ունենալ։ Ես ուղղակի անդրադառնալով ձեր հարցադրման առաջին մասին նշեմ, որ անցած տարվա կտրվածքով հիմնական մասը հենց ոչ սթափ վիճակում վարելու հետևանքով զրկված անձանց է վերաբերում եւ եթե 20 թվականի հունվարի 1-ից հանենք մինչեւ 26 թվականի մայիսը, մենք իդենտիֆիկացրել ենք ծրագրի, այսինքն նախագծի շահառու հանդիսացող 16026 վարորդի, որոնք հանդիսանալու են նախագծի շահառու, բայց կհասկանանք, թե ովքեր են օգտվելու նաեւ այս նախագծից, որովհետեւ պարտադիր չէ, որ բոլոր շահառուները օգտվեն եւ 1087 անձինք չեն հանդիսանալու ծրագրի շահառու, օրենսդրական նախաձեռնությունից օգտվող շահառուներ որպես այդպեսին, որովհետեւ կամ այլ պետությունների կողմից են զրկվել կամ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից եւ այսպես շարունակ մենք ես ուզում եմ հստակ ասել, որ շարունակելու ենք մոնիտորինգը եւ եթե նկատեցինք որևէ շահարկում, որևէ չարաշահում այս մոդելի, հանդես կգանք փոփոխությունների առաջարկով։ Շնորհակալություն, Ալխաս Ղազարյան, հաջորդ հարցը վրա։ Շնորհակալ եմ շատ։ Տիկին նախարար շարունակելով հարցը, հստակեցնող հարց եմ էլի ուզում հնչեցնել, տեսեք քաղաքացիների մոտ շփոթեցնող այսպիսի իրավիճակ է ստեղծվում, նախագիծը դեռ չընդունված արդեն քննարկումներ կար, որովհետև զրկվողների քանակն էլ օրեցօր ավելանում է, հիմնականում ոչ սթափ վիճակում վարորդներին նկատի ունեմ, վարողներին, իհարկե մտահոգություն ունեմ նաև այն առումով, որ եթե բալերի սպառման հիմքով են զրկվել, իրենց դեպքում փորձաշրջան սահմանելը գուցե որևէ այսպես օգուտ չտա, որովհետև եթե մարդը վարել չգիտի, վստահաբար 6 բալը ավելի քիչ է լինելու մի տարվա մեջ սպառելու համար, ամեն դեպքում կհասկանանք արդեն հետագայում վիճակագրությունը ուսումնասիրելից, ես ուզում եի հստակեցնել, եթե մարդը օրինակ մի շաբաթ առաջ է զրկվել վարորդական իրավունքից, ապա պետք է պարտադիր 1 տարի հետո սպասի, հետո նոր 1 տարի հետո դիմի վարորդական իրավունքի վերականգնման համար բացառապես պետական տուրք մենակ վճարելով։ Տիկին Ղազարյան, առաջին մասով ձեր դիտարկման ես նշեմ, որ
երբ որ մենք խոսում ենք բարերի սպառման մասին, մեր օրենսդրությունը հիմա նախատեսում է սպառելուց հետո կասեցման ինստիտուտ, եւ եթե կասեցման ժամանակահատվածում եւս որոշակի քայլեր կան, նոր զրկման ենք դեպի գնում։ Այս նախագիծը վերաբերում է բացառապես արդեն զրկված վիճակում գտնվող անձանց վարորդական իրավունքի վերականգնմանը, եւ ձեր հարցադրման արդեն երկրորդ մասին անդրադառնալով ես պիտի փաստեմ, որ այո, եթե նույնիսկ 1 շաբաթ առաջ է լրացել, անձը պիտի սպասի եւ սպառի 1 տարի ժամկետով զրկման ժամանակահատվածը, դիմի վճարի պետական տուր 50,000 դրամի չափով եւ կկարողանա սահմանվել իր համար 1 տարի ժամկետով փորձաշրջան 6 բալի շրջանակներում եւ ես վստահ եմ, որ եթե անձը ունի գիտելիք եւ հմտություն ճիշտ ձևով օգտագործելու այս կառուցակարգը, ապա 6 բալը պատշաճ կերպով կպահպանի մի տարվա փորձաշրջանի շրջանակներում եւ հետո արդեն կգանք 13 բալային ռեժիմին, ինչպես որ մյուս քաղաքացիների դեպքում է եւ ուզում եմ հատուկ շեշտել նորից, որ սա ընդամենը 1 անգամ տրվող հնարավորություն է։ Այսինքն եթե այս մոդելի կիրառման արդյունքում անձը մի տարվա ժամկետում փորձաշրջանը չկարողացավ օգտակար բարձր գործողության գործակցով ավարտել, նշանակում է, որ հետագայում որևէ շանս նմանատիպ չի տրվելու եւ գնում ենք ստանդարտ ռեժիմին, որը այս պայծրությամբ կա։ Արձագանք չկա, Սերգեյ Բագրատյան։